Այս գեղեցկությունը Հայաստանում է, ասեմ ավելին Թեղենիկում, որը գտնվում է Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Այս լողավազանը վայելելու եք այն տեսանի ներքո։ Հայ տղամարդիկ միակն են, որ մաղալի շուրջ խորովածը դեր պատրաստ չի, իրանք արդեն մի բաժակ խմել են։ Եվ ոչ ոք այդքան համեղ չի պատրաստում ու ընտիր սեղան չի գցում, ինչպես հայ կանայք։ Այնպես որ այդ 30 անձի համար նախատեսված տաղավարը ձեր վրա է։ Մեր հայ երիտասարդների պես ռոմանտիկ երիտասարդներ էլի կան, իհարկե ոչ, կգաք այստեղ խարույկի շուրջ կվայելենք ձեր ռոմանտիկ երեկոն։ Ռոմանտիկայի թեման շարունակելով ուզում ձեզ ցույց տալ մեր այս սրտիկը, որտեղ կարող եք ռոմանտիկ նկարներ անել։ Հայերը ցանկացած առիթի սիրում են երեխաներին իրենց հետ բերել, այնպես որ այստեղ լիքը խաղերի հատված ունենք, հանգիստ կարող եք բերել։ Այս սա հայ ճաշակ եմ ասել, գնանք տեսնենք ներսը, տեսեք ինչքան սիրուն է բայց դրսից։ Հայերը ինչ են սիրում շատ անել, իհարկե զրուցել, իսկ այս հյուրասենյակը իդեալական է դրա համար։ Իսկ ամենաշատ սուրճ խմող ազգը վիճակագրորեն բնականաբար հայերն են, այնպես որ այստեղ կպատրաստեք սև դառը սուրճ և կվայելեք։ Իսկ ըստ իմ վիճակագրության ամենաքնկոտ ազգը էլի հայերն են, այնպես որ այստեղ ունենք 6 անձի գիշերակացի հնարավորություն, իսկ եթե հանգստի սիրակնել վերցնեք, 8 անձ հանգիստ կգիշերի։ Իսկ Հայաստանի ողջ բնությունը վայելելու համար դիմեք մեզ։